Բացի այդ 10%-ից, որ սիրելիներս դուք կուտակում եք, նաև ձեր աշխատավարձի 10%-ը պետք է օգտագործեք ձեր ինքնազարգացման համար։ Եթե ինչ-որ դասընթացներ է, ինչ-որ սեմինարներ է, եթե ինչ-որ գրքեր է, դրանք անպայման դուք պետք է գնեք, որպեսզի դուք անպայման զարգանաք։ Պետք է անպայման ձեր մոտ մտավոր հոգևոր աճ լինի, սիրելիներս, որպեսզի դուք բազա ունենաք ձեր կարողությունները, ձեր հնարավորությունները ավելի ավելացնելու։ Մարդը պետք է չբավարարվի միայն քչով, սիրելիներս։ Ինքը պետք է մտածի, որ եթե ես ատամնատեխնիկ եմ, հնարավորություն ունենամ դառնամ ատամնաբույժ, եթե ես հոգեբան եմ, հնարավորություն ունենամ դառնալու նաև հոգեբան, հոգեբույժ, եթե ես քույր եմ, հնարավորություն ունենամ դառնամ բժիշկ, բժշկուհի, ու ինքնըստինքյան նման ձևով դուք ձեր աշխատանքի որակը բարձրացնում եք եւ ձեր աշխատավարձն եք բարձրանում եւ ձեր ֆինանսական հոսքերն է բարձրացնում։ Մարդը պետք է դա ծախսի իր աշխատավարձից ինքնազարգացման համար, ոչ թե աննպատակ այնպիսի բաներ կնի, որ հետագայում իրեն հարկավոր չէ։ Ընդհանրապես, եթե նույնիսկ ինչ-որ բաներ եք գնում, 10 անգամ չափեք այդ իրը, որ դուք գնում եք, դա ձեզ համար անհրաժեշտություն է, թե չէ։ Եթե անհրաժեշտություն չէ, բադատից չէ գնել։ Հասկանում եք, դա ուրիշ բան, եթե իրոք այդ իրը, այդ ապրանքը ձեզ համար անհրաժեշտ է, արդեն այդ անհրաժեշտ իրի համար կատարեք ձեր այդ գործարքները։ Սիրելիներս, չի կարելի շատ օգտվել պետական բանկային համակարգերից, վարկեր վերցնել, ինչ-որ տոկոսներով փողեր վերցնել։ Գիտեք ինչ, դա ուրիշ բան է, եթե մարդիկ ամուսիններ են, իրենք պետք է որ ինձ աշխատավարձի հիման վրա ինչ-որ կարողանան հիպոթեկային վարկ վերցնել, դա ուրիշ է, դա ուղղակի գիտեք ինչ, դա մարդիկ ստիպված են այս ժամանակահատվածում նման գործողություններ կատարել։ Բայց եթե դուք փոքր գործարքներ եք կատարում, հեռախոս եք վերցնում, ինչ-որ փոշեկուլ եք վերցնում եւ դա անպայման պետք է լինի ինչ-որ կրեդիտով, ինչ-որ հարկային դաշտ մտնելով բանկային համակարգերի միջոցով, դա շատ սխալ է։ Այդ փոքր ծախսերի համար, սիրելիներս, լավ կլինի գումարը հավաքեք, մի քիչ համբիրեք, թեկուզ մի քանի ամիս, նոր անմիջական դուք ձեր գումարը ծախսեք այդ փոքր իրը գնելու համար, որովհետև ինչպես գիտեք, մեր բանկային համակարգերը իրենք թալանում են մեզ, նույնիսկ այն ինչ որ մենք առնում ենք 50,000 դրամի սահմաններում, վերջում դա դառնում է 100,000 դրամ։ Երբ որ ստիպված եք, երբ որ էքստրեմալ վիճակ է, այդ ժամանակ նոր դիմեք բանկային համակարգին։ Իսկ եթե դրա կարիքը չունեք, մի կօգտվեք բանկային համակարգից։ Լավ կլինի նման իրը ականեք ձեր գումարով, թեկուզ եւ մի քիչ հավաքեք, կուտակեք ու գնեք։ Նման ձևով դուք ավելի խելացի կվարվեք, նման ձևով դուք չեք գնի այն պարտքերի մեջ, այն տոկոսների մեջ, որը հետագայում ձեր վախի էներգիա կառաջացնի եւ դուք կկորցնեք նույնիսկ ձեր ֆինանսական հիմքերը, ձեր ֆինանսական հոսքերը։ Չի կարելի նաև պարտք վերցնել, սիրելիներս, գիտեք ինչ, էլի եմ ասում, եթե ինչ-որ էքստրեմալ վիճակ է ու դուք չեք կարող առանց այդ պարտքի, ասենք թե գնացել եք երկրից դուրս, ձեր տրամապանակը քողացել է, դուք կարող եք այդ դեպքում ինչ-որ մեկից պարտք վերցնեք եւ հետ վերադառնալ։ Եթե ինչ-որ մեծ ծախսեր է չնախատեսված, դուք ինչ-որ առողջության համար պետք է տաք, հիվանդանոցին պետք է տաք, այդ դեպքում կարող եք պարտք վերցնել։ Երբ որ ստիպված եք, հետո երբ որ ընկած եք անելանելի վիճակի մեջ, կարող եք պարտք վերցնել, բայց նկատի ունեցեք, եթե պարտք եք վերցնում, անպայման ինչքան հնարավոր է պետք է արագ
դուք այդ պարկը վերադարձնեք, որովհետև երբ որ մարդը պարկ է վերցնում, այդ մարդու ումից որ վերցնում եք, այդ մարդու վախի էներգետիկան կապնվում է ձեր էներգետիկայի հետ։ Գիտեք ինչ, եթե նույնիսկ վերցնում եք եւ արդեն հետ չեք տալիս, այդ մարդու մտածմունքը, որ վերցրեց, չտվեց, խաբեց, արդյոք ի վիճակի է տալու այդ մարդու այդ վախերի էներգետիկան փակում է ձեր ֆինանսական հաջողությունը։ Եթե դուք պարկ եք վերցնում, ուրեմն անպայման կարողացեք այդ պարկից ազատվեք։ Շատ դեպքերում իմ մոտ մարդիկ գալիս են, իրենք արդեն խրված են ֆինանսական դժվարությունների մեջ եւ իրենց հիմնական սխալը պարկ վերցնել, ինչ որ հարգեր վերցնել, վարկեր վերցնել եւ դրանք չփակելն է։ Հիմնական խնդիրը դրա հետ է կապված։ Սիրելիներս, բացի դրանից, որ դուք պետք է ձեր գումարի 10%-ը կուտակեք հետագայի համար, 10%-ը ծախսեք ձեր զարգացման, ձեր աշխատանքի, ձեր գործի, ձեր մասնագիտական հմտությունների զարգացման համար, նաև 10%-ը պետք է նվիրեք բարեգործությանը, անկախ նրանից ինչքան եք աշխատում։ Գիտեք ինչ, այդ բարեգործությունն առաջ մարդիկ ասում էին, թե դա եկեղեցու տասանորդ է։ Դա պարզապես չէ, որ դուք պետք է տաք եկեղեցուն կամ տաք ինչ-որ ձեր կրոնական համայնքին, դու կարող ես այդ 10%-ի համարժեք ինչ-որ սնունդ գնել եւ մի հատ տատիկ, ով որ չի կարողանում ինքը իր կարիքները հոգալ, այդ տատիկի նվիրատվություն կատարել, բարեգործություն կատարել։ Գիտեք ինչ, նույնիսկ երբ որ այդ բարեգործությունը կատարում եք, չի կարելի երիտասարդներին, ովքեր որ փող են ուզում իրենց տալ, դա սխալ է, որ ասում ես դե ինչ ուզում է թող անի, չէ, եթե երիտասարդ մարդ է, ինքը կարող է դա օգտագործել նարկոտիկի վրա, կարող է օգտագործել խմիչքի վրա։ Դրա համար, եթե դուք ուզում եք նույնիսկ այդ երիտասարդին օգնել, անմիջապես դրան մի տվեք, մտեք խանութ, խանութից գնեք հաց, անհրաժեշտ ուտելիք եւ տվեք այդ երիտասարդին։ Դուք նման ձևով ավելի մեծ օգուտ կտակ տվյալ մարդուն, ոչ թե որ ինքը կգնա իր չափաբաժին նարկոտիկը կգնի կամ խմիչքը կգնի եւ ավելի կգնի կյանքի անդունդը երիտասարդներին եւ ծերերին անպայման եթե բարեգործություն եք անում, կատարեք սնունդի ձևով, կատարեք հագուստի ձևով, սիրելիներս։ Եվ ինքնըստինքյան նման ձևով դուք ինքներդ կկարգավորեք ձեր ֆինանսական հոսքերը, դուք հետևում կտեսնեք, որ կուտակվում է ձեր փողը։ Բացի դրանից, սիրելիներս, փողի մասին եթե դուք մտածում եք, մի մտածեք հենց այդ վալյուտայի մասին, դրամի, եվրոյի, միգմամ, անկախ նրանից նաև քանակության մասին։ Երբ որ դուք մտածեք, թե այդ փողը եթե ունենաք, դուք ինչ եք ձեռք բերելու։ Այսինքն փողի էներգետիկան ինքը ուղղակի թղթի էներգետիկա է։ Դուք այդ փողի մասին որ մտածում եք, մտածեք տուն, մտածեք ուսում, մտածեք ավտոմեքենա, մտածեք ձեր սեփական գործը, ձեր սեփական բիզնեսը, ու դուք կտեսնեք, որ երբ որ դուք շմնակ մտածում եք փողի մասին, թղթի մասին, դա չի աշխատում։ Եթե մտածում եք, անպայման ձեր երազանքը պատկերացրեք, որ ես ուզում եմ ավտոմեքենա ունենամ, որ ես ուզում եմ տուն ստանամ, տուն ձեռք բերեմ, ու դուք կտեսնեք, որ կամաց դիեզերքը կօգնի ձեզ, որ դուք ձեր այդ երազանքները, նպատակները իրագործեք, իրականացնեք։ Սիրելիներս, ընդհանրապես շատ դեպքերում մարդու ֆինանսական հոսքերը փակվում են այն պատճառով, որ մարդը եւ սխալ է օգտագործում իր ֆինանսները, նաեւ երբ որ մարդու վրա, ազգի վրա կամ տվյալ մարդու վրա կա ինչ-որ նեգատիվ հարվածներ։ Եթե նման իրավիճակ է, անպայման այդ նեգատիվները պետք է մաքրվի, որպեսզի